Նադրի պարտականությունները եւ հենց այս այցը նաեւ նախանշում է, որ ոչ թե գալիս է հավասարը հավասարի երկու պետությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունենում, այլ տեղի է ունենում ընդհակառակը, որպես գուբերնիայի այց Հայաստանի փաստորեն հանրապետության տարածք։ Շատ ցավալի է, որ հայ ժողովուրդը այս պահի դրությամբ ինչ որ չափով իհարկե մտահոգ է, բոլորի ուղեղում եւ սրտերում կա այդ մտահոգությունը, բայց այնուամենայնիվ մենք դեռ իհարկե դա ապագայում մենք կտեսնենք, այսպես չի կարող լինել, մեր թանկարժեք անգին մեր անկախությունը մենք որևիցե մեկին չեն կարող զիջել, այն էլ այսպես, այն էլ այս բռնազավթիչների միջոցով եկել է մի պահ, որ նորից պետք է ոտքի կանգնենք եւ ազատենք մեր հայրենիքը բռնազավթիչներից, այդ թվում նաեւ գաղութացման գործընթացից։ Դուք ասացիք նա գալիս է ոչ թե հավասարը հավասարի, ինչն է ձեզ հիմք տվել նման եզրակացությունների, որ օրինակ Սերժ Սարգսյանը շփվում է ոչ հավասարը հավասարի։ Գիտեք, եթե տեղի է ունենում այնպիսի իրադարձություն, ինչպիսին էր սեպտեմբերի 3-ի հայտարարությունը, ապա ակնհայտ է, որ այդտեղ հավասարը հավասարի հետ հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող։ Եթե դու բանակցում ես շուրջ մի քանի տարի, 4 տարի, մի փաստաթղթի շուրջ, որը ենթադրում է այլ արժեքային համակարգ, որը ենթադրում է այլ տրամաբանություն եւ մեկ օրվա մեջ որոշում ես կայացնում մեկ այլ արժեքային համակարգում ներգրավվելու վերաբերյալ, իսկ այդ արժեքային համակարգը մենք տեսնում ենք անկախ նրանից, ով ինչպես կգնահատի, մենք հասկանում ենք, որ դա ավտորիտար ռեժիմների միասնություն է, որ տեսնում ենք, տեսեք 1991 թվականից այս կողմ պարոն Նազարբաևը ղեկավարում է Ղազախստանի Հանրապետությունը, 94 թվականից առ այսօր պարոն Լուկաշենկոն է ղեկավարում Բելարուսյան եւ 2000 թվականից այսօր պարոն Պուտինն է ղեկավարում Ռուսաստանի Դաշնությունը։ Սրանք ավտորիտար համակարգեր են, դեռ ավելի տգեղ ավտորիտար համակարգեր են, որը ղեկավարվում է ըստ էության այն խորհրդային KGB-ի ներկայացուցիչների կողմից, արդեն ակնհայտ եւ առանց որևիցե թաքցնելու կամ որևիցե քողարկման։ Հետևաբար նույն այդ համակարգը այսօր գործում է նաեւ այս նախկին խորհրդային պետությունների տարածքում եւ մենք որպես Հայաստանի Հանրապետություն Ես կարծում եմ, որ մեր տեղը հենց Հայաստանի Հանրապետությունում է եւ եթե կան ոտնձգություններ, անկախ նրանից որ համակարգը դա կանի մեր նկատմամբ, մենք պետք է պայքարենք այդ ոտնձգությունների դեմ։ Տվյալ պարագայում ես գտնում եմ, գնահատում եմ եւ այդպես է կա, ոչ մեկ չի է թաքցնում, հայտարարվում է, որ Մաքսային միությունը դա առաջի քայլն է, երկրորդ քայլը լինելու է Եվրասիական միություն, որի անդամակցելու դեպքում այո դու կորցնում ես քո ինքնիշխանությունը եւ տվյալ պարագայում մենք այլընտրանք չունենք բացի ինքնիշխան պետության ներքո զարգանալու եւ ինքնիշխան պետության ներքո մենք հնարավորություն ունենք բավարարելու մեր կարիքները այլ կերպ հնարավոր չէ այս կցորդի այս ենթակայի կարգավիճակը մշտապես մեր ժողովրդին ոչ միայն կեղեքել է